Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է եւ այսօր մեր հյուրն է Իսրայելից պարոն Արտոմ Չեռնոմորյանը։ Պարոն Չեռնոմորյան, շնորհավորում ենք ձեզ անցած տոների կապակցությամբ։ Շնորհակալ ենք, որ ընդունեցիք մեր հրավերը եւ միանգամից առաջին հարցը մինչեւ Իրան-Իսրայել պատերազմին անցնելը հարցս հետեւյալն է. հայ համայնքը Իսրայելում զատկական տոները նշում է հայ առաքելական եկեղեցու այս տոմարով, թե ավելի շատ ուղղափառների հետ։ Ես գիտեմ, որ հարության պատարակը հիմնականում տեղի ունում ուղղափառների հետ եւ մեկ հարցել, ինչպես ընթացան Սուրբ Հարության պատարակները Երուսաղեմում պատարակը կաթոլիկների մոտ։ Շնորհակալություն հարցերի համար, շնորհակալություն հրավերի համար։ Մեր մոտ Զատիկի տոնը 5 տոմարով է նշվում եւ այս ամսու 11-ին է Ճրակալույցի պատարակը լույսի տոնը տեղի ունենալու ավելի ճիշտ, այսինքն մեր մոտ շաբաթօրը ծաղկազարդ էր, այսինքն մենք 5 տոմարով ենք նշում, չնայած մենք հայաստանցիներս, ովքեր որ Հայաստանից ենք, մենք նաև մեր հայկական առաքելական Սուրբ Էջմիածնի տոներով ենք նաև նշում, այսինքն Զատիկը 2 անգամ ենք նշում, այսպես ասած, բայց հիմնականը, ասենք, մենք նշում ենք, այս անգամ նշեցինք ձեր հետ միասին, իսկ ասենք Երուսաղեմի հայկական թաղամասը, Իսրայելի հին հայերը, նրանք նշում են, ասենք, 5 տոմարով, այսինքն այս շաբաթօրը լինելու է Ճակալույցի պատարակը ժամը 2-ին, սովորաբար ասենք հայերը հավաքվում են Երուսաղեմի հայկական թաղամասում, 2 մուտք է լինում, մեկ առավոտյան, մեկն է ժամը 11:30-ի սահմաններում, 12-ի կողմ եւ այնուհետեւ ժամը 2-ից 2:30-ի այդ ընթացքում տեղի ունենում Սուրբ Կրակի դուրսբերման արարողությունը, սովորաբար մեկ հայ վարդապետ եւ հույն մեկ եպիսկոպոս մուտք են գործում Քրիստոսի, ուրեմն Սուրբ Հարության տաճարում գտնվող բոլորաշեն այդ մատուռը, որտեղից էլ տաճարի աջ կողմի այդ փոքրիկ լուսամուտից դուրս է բերվում կրակը։ Կաթոլիկները նման արարողություն չունեն, չէ՞։ Ոչ, միայն ուղղափառներն են իրականացնում այս միջոցառումը եւ ավանդաբար հայերն ու հույներն են, ասենք, ունեն այդ իրավունքը մուտք գործելու բոլորաշեն այդ մատուռ եւ դուրս բերում, մինչ այդ մեկ օր առաջ շատ հայ հավատացյալներ ուղարկի Սուրբ Հարության տաճարում են քնում գիշերը, մասնակցում են քրիստոնեական բոլոր ծիսակատարություններին ու ասենք առավոտյան այդ տաճարը Սուրբ Հարության տաճարն արդեն կնիկված է լինում եւ երբ որ ասենք տեղ ունենում առաջին մուտքը այդ ժամանակ արաբ ընտանիք կա, որին ասենք հարյուրամյակներ վստահվում է Սուրբ Հարության տաճարի բանալին, որպեսզի քրիստոնյաների մեջ կռիվ չլիներ, ասենք հայերը հույները եւ լատինները, կաթոլիկները այդ բանալին տվել են, ասենք, արաբ ընտանիքներին, որպեսզի նրանք լինեն, իհարկե խոսքը քրիստոնյա արաբների մասն է, որպեսզի նրանք լինեն այդ բանալիների պահապանները, իհարկե նրանք նաև աշխատավարձ են ստանում դրա համար, իսկ անվճար չեն անում, եւ ասենք նրանց միջոցով կնիքը բացվում է եւ հայրն ու հույները հավատացյալները մուտք են գործում Սուրբ Հարության տաճար։ Ես տասնյակ տարիներ հետևել եմ այս ճրագալույցի պատարակին, եղել են տարիներ, որ չեմ մասնակցել անձամբ, իհարկե անվտանգության տարբեր տեսակի պատճառներից ելնելով, անդադ լուսաբանել եմ լույսի տոնի միջոցառումներ, այսպես լայվով, ուղիղ եթերով, շատ հրաշալի քրիստոնեական ամենասուրբ տոներից մեկն է մեզանում, որ մենք հավաքվում ենք եւ նշում ենք, եւ ինչն է հետաքրքիր այդ էմոցիաներից, այդ տրամադրություններից ելնելով, երբ որ Քրիստոսի տարիքը խորհրդանշող այդ մոմերի խուրձը, երբ որ այրում ես, երբ որ դուրս է գալիս Սուրբ Կրակ, այսպես ձեռքդ պահում ես այդ կրակի վրա եւ բավական երկար ժամանակ ձեռքդ չի այրվում, սա շատ հետաքրքիր խորհուրդ է պարունակում իր մեջ, ինչն հետաքրքիրն է, երբ որ նայում ես, ասենք,
բոլորաշեն մատուրեն վերևը հենց Քրիստոսի Սուրբ Հայության տաճարի վերևը մի փոքրիկ լուսամուտ կա ու հենց այնպես է ստացվում, այնպես է հաշվարկված, որ մեր քրիստոնեական ծեսերը, ասենք, իրականացնելու ժամանակ, հա, երբ որ հենց այդ բոլորաշեն տաճարի այդ փոքրիկ լուսամուտից ուղակի լույսի շող ընկնում է հենց այդ մեր մատուրի վրա, բոլորաշեն մատուրի վրա եւ կանսես ամեն ինչ ասես քրիստոնեական փող կապակցված է եւ բառեր չեմ կարող ուղղակի գտնել փոխանցելու այն ուրախությունը, երբ որ սուրբ լույսը դուրս է գալիս այդ մատուրից եւ կարելի ասել, որ ի պատիվ հայ ժողովրդի, ովքեր ինչ էլ որ խոսեն, ինչ էլ որ ասեն, հայրն են առաջինը դուրս բերում այդ կրակը, որովհետև կարող եք պատկերացնել ներսում փոքրիկ այսպես չասեմ ձեռնամարդ, բայց միշտ քաշքշուկ եղել է, թե ով է առաջինը, հայը թե հույնը պետք է դուրս բերեն կրակը, իհարկե, եթե հայ հաղթանդամ վարտապետը այսպես մեր ժողովրդի լեզվով ասած պարապած հաղթանդամ տղաներն են մեր ներս մտնում, իհարկե մի հատ այսպես խրճուկ ծերուկ հույն ասենք եպիսկոպոսի հետ ով պետք է հաղթող դուրս գա, իհարկե հայ վարտապետը երբ որ կրակը այսպես դուրս է հանում այդ մատուրի լուսամուտից, հա, փոքրիկ այդ անցքից, անմիջապես հայերը ովքեր են դեռ ներքևում կանգնած են, անմիջապես ուրեմն փոխանցում են կրակում մի քանի վայրկյանների ընթացքում 4-5 վայրկյանների ընթացքում ամբողջ հայկական կողմը այսպես կրակի մեջ լցվում է, լուսավորվում է ու մեր տղաները վազելով կրակը դուրս են բերում, հանում են մինչև երկրորդ հարկ, որտեղ որ մենք հավատացյալներով երկրորդ, երրորդ հարկերում կանգնած ենք ու դիտում ենք այս արարողությունը։ Գիտեք ինչն է, ուրեմն այստեղ նաև զայրության այսպես ալիք մեր մոտ առաջացնում, որ սովորաբար ռուսական լրատվամիջոցներ, տարբեր միջազգային լրատվամիջոցներ հատուկ թույլտվություն են ստանում հայկական մասից նկարահանելու այդ ամեն կատարվողը, հա, իրադարձությունները ու բերանները դրանց պապանձվի չեն ասում մեկ նախադասություն, որ առաջինը հայ ժողովուրդն է դուրս բերում կրակը, ասենք ներքին նախանձ ասեմ, ինչ ասեմ, բերանները չի բացվում, ասեմ, որ հայ, ասենք քրիստոնյան է դուրս բերում առաջինը այդ սուրբ կրակը դուրս, ասենք տարիներ շարունակ, արդեն 23 տարի հետևում եմ ես այդ տեսակատարություններին, երբեմն հենց անձամբ լուսաբանելով, անձամբ նկարահանելով, երբեմն էլ ասենք 24 ժամյա, ասենք կան հատուկ հեռուստատեսություններ քրիստոնեական, որոնք ամբողջությամբ նկարահանում են ցիսակատարություն եւ մենք կարող ենք ասենք կենթանի եթերով հետևել ու սա իրականությունը, որ չեն ուզում ասեն, որ հայ ժողովուրդն է առաջինը սուրբ կրակը ճրակալույցի պատարագին դուրս բերում ու պատկերացրեք մեր հպարտությունը, այս սրա համար ենք ասում, որ մեր համար, մեր համայնքի համար տունարի ծրագիրը չպետք է աշխատի, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հայերի ներկայությունը քրիստոնեական սրբավայրերում չպակասի, մենք չզիջենք մեր իրավունքները քրիստոնեական, մեր հարամյա, մեր դարավոր իրավունքները քրիստոնեական չպետք է զիջենք։ Սրա համար է մեր պայքարը, Հատ պարոն գեղեցիկ Այվազյան։ ներկայացրիք, պարոն Չեռնովյան, իրոք մտքով տեղափոխվա ձեր մոտ եւ մասնակցեցի այդ ամենասուրբ կարևոր արարողություններից մեկին։ Բայց որքան պատկերացնում եմ, այս տարի սահմանափակումներ կլինեն, հա, պարոն Չեռնոմորյան, եւ այդպիսի հնարավորություն դուք չեք ունենա։ Այո, ցավոք սրտի, սովորաբար ինչպես է լինում, մենք որպես համայնքային պատասխանատուներ, ասենք կապ ունենալով Երուսաղեմի համայնքի հետ եւ միաբանության եւ մեր պատրիարքային հետ ավտոբուսներ են սովորաբար տրվում, ասենք երբ որ հավաքում ենք երկրի կենտրոնից Պետախտիկվայից մեկ ավտոբուս է գնում, երկրի կենտրոնից մյուս ավտոբուս, մեկ ավտոբուսը Հայֆայից, ասենք հավաքում ենք հայերին եւ ուղևորվում ենք կազմակերպչական լուրջ աշխատանք ենք տանում, որպեսզի կարողանան բոլոր հայերը անվնաս մուտք գործեն թե առաջին թե երկրորդ մուտքի ժամանակ Սուրբ Հայության տաճար։ Այս տարի, եթե հիշում եք, նաև Լատինաց պատրիարքին հրեական ոստիկանությունը թույլ չէր թողել մուտք գործելու, ասենք Սուրբ Հայության տաճար, բավականին այսպես լուրջ քաշքշուկ եւ միջազգային սկանդալ տեղի ունեցավ, Նատանյահուն էլ միջամտեց գործին, որովհետեւ Հռոմի պապի մակարդակով հատատաներ ստացավ Իսրայելի կառավարությունը ներկայիս, թե դուք 100-ամյակներ շարունակ ոչ մեկ նույնիսկ Սալադինի ժամանակներից ոչ մեկ չի փակել մեր քրիստոնյաների դիմաց Սուրբ Հայության տաճարի դռները կորոնավիրուսի ժամանակ եղավ եւ
Բայց երկու անգամ պատմության մեջ Իսրայելից վերջին մի քանի տարիների ընթացքում Սուրբ Հարության տաճարի դռները փակվել է, բայց ոչ այս տոների ժամանակ, այլ մեր երեք հարանվանությունները հայկական լատինաց ու հույն նրանք են փակել դիդավորյալ Իսրայելի հակաքրիստոնեական կառավարության հակաքրիստոնեական որոշումների դեմ, որ ասենք ուզում են Քնեսետում օրենք բարձրացնեն, որ մեր քրիստոնեական հողերի վարձակալության տալու համար Քնեսետի հատուկ հանձնաժողովը պետք է թույլտվություն տա։ Միայն այս երկու դեպքերում է եղել, որ մերոնք փակել են, մերոնք են անձամբ փակել քրիստոնեական Սուրբ Հարության տաճարի դռները քրիստոնյա հավատացյալների դիմաց, սա դիտավորյալ ի հակադրումը հակաքրիստոնեական կայանալիք որոշումներ, որ Իսրայելի պարլամենտը, Քնեսետը Բենյամին Նեթանյահուի կառավարությունների ժամանակ միայն փորձում էր իրականացնել։ Այս անգամ սահմանափակումներ կան, մինչև որս մենք չի խոսում ընդհանրապես թե պատրիարքանից դեռ չունենք կոնկրետ հայտարարություն, թե որքան ուխտավոր է թույլատրվել այս տարի մտնել Սուրբ Հարության տաճար, վստահ եմ, որ պատրիարքին, ասենք, եկեղեցական շատ խիտ սեղմ, այսպես թափորին թույլ կտան ամենայն դեպս արարողությունը իրականացնել, բայց մենք որպես հավատացյալներ նա շատ վտանգավոր է այդ հրտիրահարումների ժամանակ, ասենք պատկերացնում եք մենք որ քաղաքից քաղաք աշխատանքի են գնում 10, 15, 20 կիլոմետր ուղղակի տարածք է անցնում, այս ընթացքում անընդհատ նայում ես թե որտեղ կա Ռուսները կմնի ռմբակոն տղան։ չհավատեն, պարոն Չեռնոմորյան, այդ օրը ավելի անվտանգ կլինի։ Իրենք են ուղղորդում, չէ՞, հրթիռները իրանական։ Կամած-կամած հահուն կերպով անցնենք այդ հարցերին։ Ամենայն դեպս վերջացնեմ, այսպես ամփոփեմ, Այո։ տեղի կունենա միջոցառումը, բայց շատ սահմանափակ քանակությամբ եւ վստահ չեմ, որ մենք այս տարի հնարավորություն ունենանք մասնակցելու այս սուրբ տոնին։ Պարոն Չեռնոմորյան, իսկ ինչ կա պատերազմից։ Անցնենք բուն պատերազմական գործողություններին։ Ես հիմա հետևում եմ լրահոսին, փաստացի Թրամփի վերջնագիրը կարծես թե չընդունեց Իրանը եւ ասում են, որ մենք ուզում ենք վերջնական խաղաղության հասնել եւ իրենց 10 կետերն են առաջարկել Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Մի փոքր դիրքորոշումը մեղմվել է Իրանի, բայց մեծ հաշվով իրենք ցանկանում են վերահսկել Հորմուզի նեղուցը եւ պահանջելու են $2 միլիոն ամեն նավի դիմաց եւ դրանից բացի ուզում են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները օգնի վերականգնել Իրանը։ Լավ, շնորհակալություն, քիչ առաջ նախքան ձեր հետ միանալը մեր մոտ տագնապ էր նորից երկրի կենտրոնում նորից հրտիռի կասետային հրտիռի կտորներ էին ընկել, չգիտես ինչու մեր Պետախտիկվան է դարձել կարծես ռազմական թատերաբեմի կենտրոն, ցավոք սրտի մեր հայաշատ Պետախտիկվան հայաստանցիներով լի Հաղորդումները հայկական էլ շուտ-շուտ չեն Պետախտիկվան։ կամում, պարոն Չեռնոմորյան, որ թիրախավորած լինեն։ Դե հասկանում եք, այս վերջերս մեր սկզբից որ պատերազմը նոր է սկսվել, մոտ 10 օրը մեր հայկական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում ենք, պարոն Այվազյան, մի ամիս անցավ թե չէ, մեզ մոռացան արդեն հայերին, հայկական ներկայության, քրիստոնեության մասին, մեր համայնքների մասին կարծես թե մոռացության մատնվեց, հայկական արդեն հետաքրքիր չէ հայ լրագրողներին, թե մեր մոտ պատերազմ է, սկզբից էր հետաքրքիր ուղակի, դուք այն եզակի մարկանցից եք, որ ասենք դուք եւ մի քանի մեր գոլեգաներ, օրինակ մեր Մարատ Հակոբյան Ուկրաինայից ամեն օր իր հաղորդումներում Իրանի մասին է տալիս, այս պատերազմի մասին է տալիս, շատ քիչ մարդ կա, ասենք մեր հայկական լրատվական ուրեմն շրջանակներում, որ ամեն օր ասենք ներկայացնում է այս պատերազմը եւ ասենք վնասները ինչ է տեղի ունենում իրականում, ցավոք սրտի քիչ առաջ ես ամփոփում վերցրեցի առողջապահության նախարարության Իսրայելի, եթե ցանկանաք ներկայացնեմ ցես թվեր, որ պատկերացում կազմենք ձեր նաև հերոստատիտողներ, ընդհանուր առմամբ 7183 մարդ է վիրավորվել այս 37 օրերի ընթացքում, որից 118 այս պահին գտնվում են հոսպիտալացման փուլում, այսինքն հոսպիտալներում են գտնվում, դեռ չեն դուրս գրվել։ Վերջին 24 ժամվա ընթացքում Իրանի կողմից եւ Պուտիների կողմից հրթիռահարությունների արդյունքում նաեւ Հեզբոլլահի 133 մարդ է վիրավորվել, որոնցից 6-ը միջին եւ 127-ը Դա թեթև, մեկ հուտիներն էլ մարդ են ակտիվ, հա, հիմա արդեն լրիվ։
Հութիներն ակտիվացել են, բայց ասենք ընդհանուր եմ ես ասում, հութիներ, Հեզբոլլահ եւ Իրան, բայց շատ ակտիվ Հա, չեն հութիները, անկեղծ ասած, եւ որոշ տվյալներով ես անընդհատ փորձում եմ տվյալները ճշտել, 28 սպանված քաղաքացու մասին է խոսքը, վերջին ծանր դեպքը Հայֆայում հրթիռահարության ժամանակ հրթիռ ընկել էր, հրթիռի կտոր ընկել էր, ասենք մի խոշոր մաս բնակելի շենքի վրա եւ ասենք շենքը փուլ էր եկել եւ տարիքով մարդիկ, ովքեր չեն հասել իջնել ռմբապաստարան, հա, հիմնականում տարիքով մարդիկ երեխաներ են տուժում, ծերեր երեխաներ կամ նրանց խնամող, ասենք ֆիլիպինցիներ կամ այսպիսի մարդիկ, ովքեր ասենք տարիքով մարդկանց հետևելով չեն կարողացել իջնել ռմբապաստարան կամ ուղակի արհամարել չեն իջել։ Սա էլ կա, այսինքն մարդիկ արհամարում են, ասում մնում են տունը, ասում են Աստված մեծ է, Աստված մեր կողքին է, ինչպես երեք Պետախտիկվայի շրջանում, ասենք մի հրթիռի կտոր էր ընկել, մի կին, ասենք փոխանակ մեքենայից իջներ գնա ռմբապաստարան, մեքենայի կողքը կանգնել էր ու այդ կտորը ուղիղ պայթեց նրա կողք, բարեբախտաբար այս կինը կենթանի է մնացել, ուղղակի անտեսում են, մնում են կամ մեքենայի մեջ կամ շարունակում են երթևեկությունը, երբ որ երկնքից խոշոր կտորներով, ասենք այս կասետային հրթիռների անջատված մասերը պայթում են, ինչքան էլ ուզում է հրթիռը օդում խոցում են, հա, բոլորը խոցում են, բայց ասենք մեծ մաս, ասենք 90%-ից ավելին խոցում են, բայց այդ կտորները, որ պայթում են օդում ու այդ կասետային մասեր ընկնում են ու այդ գնդակները խոցում են ամեն ինչ տուն, ասենք կենթանի շուն, ինչ կենթանի արած կա փողոցում կարող է սպանվել այդ պայթյուններից, մարդիկ ուղղակի անտեսում են, սա է իրավիճակը։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, Դոնալդ Թրամփի, ասենք, ելույթը շատ էսպես էմոցիոնալ է, նույնիսկ ասենք շատ, չգիտեմ, ինչ ասեմ, վերջնագիրը եւ այլն եւ Հարկ այլն, կղզուն իրանցի, արդեն հարված է հասցվել այո, իրանական եւ հասցեների կողմից։ նավթային խոշոր ուրեմն գործարաններին է այս պայն Իսրայելը հարվածներ հասցնում եւ նաեւ էլեկտրակայաններին շուտով հարվածներ կհասցնեն։ Մեր մոտ այսօր անպամած էր եւ անձրև էր տեղում, որից արդեն օգտվում են իրանցիները, հույսով, որ ասենք անպամած եղանակին Իրանում էլ վստահ եմ անպամած եղանակ է, հրթիռներն ավելի հեշտ է արձակել եւ մեր ասենք եւ ամերիկյան եւ իսրայելյան հետախուզական սպուտնիկները, հա, արբանյակները չեն կարող, ասենք, տեսնել դա, ուղղակի չգիտեմ ինչի վրա են հույսերը դրել, ամենայն դեպս իրավիճակը չի փոխվում, նորից այս վերջին ապրիլի 1-ին Իսրայելում Պեսախներ, տոններ զատկական եւ մարդիկ հավաքվել են ժողովրդի լեզվով ասած, կոպիտ ասած հարամ արեցին, լավ է, մեր քրիստոնեական զատիկը, որ մենք նշում ենք, երեկոյան մեկ ուղակի տագնապ եղավ երկրի կենտրոնում եւ Երուսաղեմի տարածքում, իսկ հյուսիսը շատ ծանր վիճակի մեջ է, պարոն Այվազյան, մենք այնտեղ 3000 հայ ունենք ապրող, ցավոք սրտի Հեզբոլլահի կողմից անընդհատ հրթիռահարվում է եւ ասենք ցավոք սրտի, ասեմ ձեզ, մեծ քանակությամբ զենք ու զինամթերք է Իսրայելի բանակի ձեռքը ընկել, ամբողջը, ինչ է կարծում, որ երկրի արտադրության Դա Ռուսաստանի Դաշնության։ Հեզբոլլահի ձեռքը ընկել, ոչ թե Իսրայել։ Ոչ, Իսրայելի ձեռքն է ընկել Հեզբոլլահից, Արգրավել են։ արգրավել են ամբողջը, ես լուրջ եմ ասում, եթե Իսրայելը իր կալաշնիկովները, ինչքան որ նա պաղեստինցիներից ու Հեզբոլլահից ձեռք է բերել, հա, մի մասն է Սիրիայից, կարող է մի ամբողջ բանակի կալաշնիկով ավտոմատով զինել, մի ամբողջ բանակի։ Հիմա Պատկերում էլ եք։ տեղեկություն կա, որ հենց Ռուսաստանն է տալիս թիրախները, կոնկրետ կոորդինատները Այո, Իրանի Ջերուսալեմ դեմ։ Post-ը մեծ Իսրայելը մուրեն հոդված էր հարված գրել։ հասցնելու իրանցիները։ Այո, Ջերուսալեմ Post-ը ի վերջո հրեական վերլուծաբանները, այսպես ասեմ, ուժ հավաքեցին ի վերջո ասելու, որ այո, ուրեմն Ռուսաստանն է իր արբանյակներից հետախուզական օգնում թիրախավորելու Իսրայելի տարածքը, ինչու հիմա կհարցնեք այս անգամ Պետախտիկվան են թիրախավորել, որովհետև Պետախտիկվայում է գտնվում Իսրայելի ամենամեծ արդյունաբերական կենտրոնը Պետախտիկվայում մի քանի արդյունաբերական շրջաններ ունի, որտեղ ասենք բացի սովորական գործարաններից նաև իհարկե զինվորական գործարաններ կան, զինվորական նշանակության դրամ, այլ Պետախտիկվային, բայց նրանց օգտակար գործողության գործակից այնքան ցածր է, ասենք, մեկ այսքան հարյուրավոր հարվածներ կասետային
հրթիռները, որ արձակվել են Իսրայելի տարածքի վրա եւ մեծ մասն էլ կենտրոնի վրա են ընկնում, ամենայն դեպս մեկ հայտնի ընդամենը մեկ, ասենք, ԱԹՍ արտադրող գործարանի մի մասնաշենքի վնասման մասին, հա, այսինքն հարյուրավոր հրթիռներ կրակես, ամեն մեկը տասնյակ միլիոն դոլար արժողությամբ, հա, ու ընդհանրեն ինչ վնաստաս, ասենք, մի արտադրամասի, մի փոքրիկ արտադրամասի երկրի կենտրոնում, ասենք, կոնկրետ մեր քաղաքի մասով, բայց որ թիրախավորել են անձեն մարդիկ, սովորական քաղաքացիական բնակիչներ են զոհվում, նույն Ռուսաստանի, որ հիմա տեսեք ինչ է, Օդեսայում քանի մարդ զոհվեց, հա, գիշերը քնած մարդկանց են սպանում, այս նույն ծերագիրն է, նույն ահաբեկչական տերորիստական ծերագիրն է, ինչ Ռուսաստանը, ինչ այս չալմավոր մարտակերների ռեժիմը, ինչ Պաղեստինի այդ ահաբեկիչ Համասը, բոլորի ծերագիրն է նույնն է, իմ շատ սիրելի հութի եղբայրները բոլորն են նույն թելով կարված, նույն գործով գնացող ժողովուրդ են, էլ ինչ ասես դրանց, մի ռեժիմ, որ իր մի միլիոնից ավել մարդ է սպանել 79 թվականի հեղափոխությունից հետո իր բնակիչներին, քանի հոգի են կախաղան հանել ու սպանել, ու չգիտեմ ինչ օրը գծել ես հունվարի 6-ից 8-ի ընթացքում, ինչ սպասեմ այս մարդկանցից, մենք ինչ պետք է սպասենք։ Պարոն Չերնոմորյան, երբ հետևում ես հայկական տելեգրամյան ալիքներին, հայկական լրատվամիջոցներին, թե վեբ կայքերին, թե հեռուստաընկերություններին, այնպիսի պատկերացում է ստեղծվում, որ կարծես Իրանը հաղթանակ է տանում այս պատերազմում։ Ես իհարկե օգտվում եմ տարբեր օբյեկտներից, եւ իմ գնահատականը այն է, որ Իրանը բավականին լուրջ ձևով կարողացել է դիմադրել, կարողանում է դիմադրել եւ բավականին լուրջ սուրպրիզներ է ստեղծել հատկապես Դոնալդ Թրամփի համար, ոչ թե Իսրայելի, այլ կոնկրետ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, բայց ինչպիսին է Իսրայելում պատկերացում այս պատերազմի շուրջ։ Միանշանակ ձեր մոտ այլ պատկերացումներ կլինեն, որոնք որ մեզ մասամբ են հասանելի։ Ընդհանուր ինչ անկալում կա։ Ուր է շարժվում։ Շնորհակալություն հարցի համար, ցավոք սրտի Հայաստանի այն լրատվամիջոցները, որոնք այդ հասարակական կարծիքն են ստեղծում, դրանք Ռուսաստանից ֆինանսավորվող Ռուսամեդ կամ ընդդիմադիր կամ նաև շատ դեպքերում ցավոք սրտի նաև կառավարությանը մոտ կանգնած լրատվամիջոցներ, որոնք կամա թե ակամա դարձել են Իրանի այս չալմավոր ռեժիմների փայլուն դատապաշտպանները, չգիտես ինչու։ Ես հասկանում եմ, որ Իրանում մենք 20,000 հայկական բնակություն ունենք, մենք էլ այստեղ 10,000 ենք, էլ ամբողջ Պարսից ծոցում հայկական բնակություն կա, ողջ Մերձավոր Արևելքում, այսպես ասենք, եթե ընդհանուր գումարենք, մոտավորապես 70-80 հազար հայ ապրում է, հա, այս տարածաշրջանում, բայց պատկերացրեք, եթե մենք ենք այստեղ 10,000, ասենք Քատարում, Էմիրատներում, մնացած բոլոր շրջաններում որքան հայկական համայնքներ կան, որքան հայկական բնակություն կա, Լիբանանահայությունը վերցրեք, որ հիմա իրանց վիճակն շատ ավելի ծանր է, քան Թեհրանի հայերի վիճակն է, քան ասենք Իսրայելի կամ Քուվեյթի կամ Սաուդյան Արաբիայի հայերի վիճակն է։ Փաստացի ողջ տարածաշրջանում բոլոր երկրներում, որտեղ որ Իրանը հարվածում է կամ Իսրայելն է հարվածում կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներն է հարվածում, բոլոր տեղերում էլ հայկական համայնքներ կան։ Ու ասենք միակողմանի վերցնել ու չալմավորների ռեժիմին դառնալ դատապաշտպան, սա էլ իմ կողմից շատ ընդունելի է, անկեղծ ասած, այնպես չէ, որ Իսրայելի գիտեք իմ դիրքորոշումը, ասենք Նատանյահուի կառավարության, այս Իսրայելի կառավարության դեմ, այնպես չէ, որ իմ աչքից լույս ունեն եւ մենք ասպես գիշեր-ցերեկ մոմ ենք վառել, որ Իսրայելը պատերազմ սկսի, մենք էլ այստեղ ամբողջ օր այս ծանր վիճակում հայտնվենք։ Սա է իրականությունը, բայց ասենք չալմավորների ռեժիմին դուրս գալացողները ցավոք սրտի Հայաստանում շատ ավելի են, քան ասենք այն արևմտամետ լուրջ վերլուծաբանները, որոնք իրոք տեսնում են, հասկանում են, թե ինչ է իրականում տեղի ունենում։ Ինչ վերաբերում է ձեր հարցին իսրայելյան, ուրեմն ընդհանուր մոտեցումն է, նախ Իսրայելը իր հիմնական նպատակին արդեն հասել է։ Այն է հազարավոր այն ահաբեկիչներին, այդ չալմավորների ռեժիմի գլխավոր ղեկավարներին, քանի հատ դրանց ղեկավարներին սպանեցին, որ ասում եք բավականին լուրջ հաջողություններ են հասել։ Ինչ հաջողություններ են հասել, պարոն Այվազյան։ Քանի հատ իրենց ղեկավար գլխավոր շտաբի պետ սպանեցին, 4-րդ թե 5-րդ
նրանց ծովակալներին են Դա որ սպանել։ գլխատվածը միանշանակ է, պարոն Դե Չերնովոյ, հա, բայց դրա ոչ ոքի հաջողություն, կարող է։ եթե մի պետություն, որը չի կարող իր գլխավոր Հորմուզի հրամանատարին նեղուցը հիմնականում պաշտպանել, ունեմ, հիմնականում Հորմուզի նեղուցը լավ, եւ այն հիմա որ Հորմուզի կարողանում են նեղուցին էլ կան։ թիրախավորել Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայությունը Պարսից ծոցում, նրանց բացի Պարսից ծոցի երկրների նավթային օբյեկտները, հիմա նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների դատակենտրոններն են թիրախավորում 30 միլիարդ դոլար արժողությամբ։ Սա է նկատի ունեմ։ Լավ, դատակենտրոնները թիրախավորել են, դեռ չեն թիրախավորել, պատրաստում են, ասում են, որ թիրախավորելու են, թող փորձեն։ Դե չթվա դե 30 միլիարդանոց դատակենտրոնն այսպես անպաշտպան դրված են անապատների մեջ, սպասում են, որ իրանական սիրելի հրթիռները կան կամ ԱԹՍ-ները կան ու վնաս տան։ Սա առաջինը։ Երկրորդը, մենք նախադասությունով Ամերիկայի Միացյալ Նահանգների փայլուն իրականացրած զինվորին իրենց օտաչուներին փրկելու մասին ինչու Հայաստանում չեն խոսում։ Այս է նաև ցավալի, որ երկու ինքնաթիռ գետնի վրա պայթեցրել են, այդքան ուղղաթիռ են կորցրել, երկու թե երեք ուղղաթիռ են կորցրել, որ մեկ զինվորի կդնեն բերեն տուն։ Պատկերացնում եք, քանի միլիոն դոլար Դա են փայլուն ծախսել։ օպերացիա էր միանշանակ, փայլուն։ Այո, ինչու այդ մասին չեն խոսում, որ մեկ զինվորի կյանքը Ամերիկայի համար ինչքան գին ունի, որ կարող են երկու հատ, երեք հատ, երկու հատ, երեք հատ, ասենք, երկու հատ ինքնաթիռ տրաքացնեն գետնի վրա, հա, եւ ինչպիսի հարյուրավոր միլիոն դոլարների ուղակի պայթեցնեն, տուժեն, չգիտեմ ինչ անեն, որ մեկ զինվորի կյանք փրկեն, մեկ օտաչուի կյանք փրկեն։ Այս սրա մասին պետք է խոսեն։ Մենք ինչքան հիմա, ասենք, զինվորներ ունենք ցավոք սրտի, որ նրանց ճակատագրի մասին մենք ոչինչ չգիտենք 44 օրյա պատերազմից հետո։ Այս կուզենայի, որ մեր Հայաստան պետությունը նման պետություն լիներ, որ մեկ զինվորի համար, ինչպես որ Իսրայելն է հազարավոր ահաբեկիչներ բաց թողնում ու ամեն ինչ անում է, որ ասենք տասնամյակներ զինվորի ոսկորները, որ ասենք միտեղ թաղած է եղել, բերեն տուն նորմալ թաղեն, ինչպես որ այս Համասի ժամանակ արեցին։ Սա առաջինը։ Երկրորդը ձեր ասած Հորմուզի նեղուց 2 միլիոն դոլար եւ այլն եւ այլն։ Տեսակ Դոնալդ Տրամփի Իրոք ինչպես է երևում այդ ամենը Իսրայելից, դա է մեր ինձ մոտ այսպես է երևում, Իսրայելը իր հազարավոր թիրախները խոցել է, Իսրայելի քաղաքականությունը ինչպիսին է, ուզում եմ որ դուք հասկանաք։ Իսրայելը իր ստեղծման օրվանից շրջապատված է եղել ու մնում է թշնամիներով, ճիշտ է, սա ընդունում ենք։ Հիմա Իսրայել պետության հիմնական կոնցեպտը գոյատևելու որն է, հարված հասնել թշնամուն այնպիսի հզոր հարված, որ մոտակա մի քանի տասնամյակներում այդ պետությունը ոդի չկանգնի կամ ասենք իր ռեսուրսները հիմնականում ծախսի ոտքի կանգնելու վրա ու թշնամություն չսերմանի տարածաշրջանում։ Առաջին անգամ խփեցին բավականին լուրջ հարված հասրեցին, բայց առաջին անգամը բավարար չէր, այս անգամ երկուսով այնպիսի հսկայական վնաս են տվել Իրանի տնտեսությանը եւ տալու են նաեւ շարունակաբար եւ միջուկային ծրագրեր են, որ Իրանը այլևս միջուկային ծրագրերում շատ երկար տարիներ պետք է ծախսի միլիարդավոր դոլարներ, կարող է որ ստացվի այնպես, որ այս պատերազմից շահողը դուրս գա Իսրայելը, բայց Ամերիկայի այս Միացյալ պատերազմից Նահանգները արդեն Իսրայելը կորցնեն։ շահող դուրս եկել է։ Արդեն Իսրայելը շահող է դուրս եկել միանշանակ, այսպես հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Վերցրեք Այաթոլլաների ռեժիմի մոտակա մինչև 4 նշանակում ամբողջությամբ ոչնչացրել են դրանց ղեկավարներին այդ մարտակերներին, որոնց որ ձեռքերը մինչև այսպես դաստակները այրունի մեջ էր սեփական ժողովրդի, դրանց Իսկ Ամերիկայի ոչնչացրել են։ Միացյալ Նահանգները, պարոն Չերնոմորյան, ըստ ձեզ, իրանց Հիմա Ամերիկայի Միացյալ ներկայացուցիչը Նահանգները կասեմ, հիմա հիմնական նպատակը ո՞րն էր Իսրայելի։ Իսրայելը նպատակ չի դրել իշխանափոխության, ասում է, որ պարսիկ ժողովուրդը մեր բարեկամ ժողովուրդն է, մենք պարսիկ ժողովրդի դեմ չենք պայքարում, մեր կռիվը այս Արինարբուր ռեժիմի դեմ է եւ առաջինը բոլոր հիմնական հրթիռային գործարանները ոչնչացվել են, թե ինչ հրթիռ ունեն պահեսներում սրանք ընթացքում կոչնչացվեն։ Առաջինը սա են արել, միջուկային զենքը ոչնչացրել են, հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել են, Իրանի Հորմուզի նեղուցով էլ Իսրայելը երբևէ նավ չի արել։ Այնպես որ ասենք Իսրայելի պահով իսկ Եմենի աշխարհը, պարոն Չերնոմորյան, Ամերիկայի Միացյալ Ամերիկայում, Նահանգների լավ, ներկայությունը անենք Պարսից անցանք ծոցում, Ամերիկային։ Հայաստանում Հա, Ամերիկայի Միացյալ Նահանգները ուղղակի ղեկավարում է այս պատերազմը, ինչպես դուք գիտեք, ինչ որ ասում է Իսրայելին, Իսրայելը անում է հելու հնազանդ, ինչքան որ հնարավորություններ ունի հակառակը չէ, իհարկե։ դուք քնծիծաղ եք տալիս։ Հակառակը չեմ կարող ասել, ինչպես կարող եմ հակառակը պնդել։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները այս ամեն ինչին աչքերով, գիտեք, արջին չղայնացնելը շատ դժվար է։
Եթե ջղայնացրեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ես ցամաքային օպերացիան բացառում եմ, մաքսիմում ասենք Խարկղզի եւ այլն նավթային, բայց Արդեն կբացեն Հորմուզի։ հարվածեցին Խարկղզում միջայլոց։ Չէ, ցամաքայինի մասն է խոսքը, որ մենք խոսում ենք այդ մասին, հնարավորություններ կան արդեն իսկ կուտակված է 50,000-ից ավելի, ասենք ռազմական կոնտինգենտ այս տարածաշրջանում եւ դրանց ուժերը շարունակում են ավելացվել, իսկ մի քանի ինքնաթիռեր, որ կորցրել են Ամերիկայի համար, այդ մի քանի ինքնաթիռը մեծքին իրենից չի ներկայացնում, իսկ իրանցիները ինչքան էլ որ փորձեն իրենց պայմանները ուրեմն ներկայացնեն, ոչ մի պետություն էլ Պարսից ծոցի չի վստահեմ համաձայն չէ $2 միլիոն վճարելու այդ ահաբեկիչ ծովահեններին, հատկապես այն մարդկանց, ինչ է կարծում այդ 2 միլիոնը, որ վճարեցին Իրանի ժողովրդին հասնելու այդ 2 միլիոնը, Եկամուտը ինչքան է լինելու, որ 2 միլիոն էլ վճարեն։ Էդի այնպիսի գներ կավելացնի այդ Հորմուզի նեղուցի վրա այդ նավթի տեղափոխման համար, որ հնարավոր չէ, որ ոչ մի պետություն այդ նման թաքս մուծի, հա, նման հարկ մուծի Իրանի այս մարտակի ռեժիմին, որ ասենք Հորմուզի նեղուցը ալտերնատիվ ճանապարհ կգտնեն, վստահ եմ, այս ներքևի մասից արաբական երկրների միջև կկառուցեն շատ արագ երկաթգիծը, նավթը կտեղափոխեն առանց Հորմուզի այս մի կողմից էլ նույնիսկ կշարունակեն տանկերներն աշխատել, այնպես որ այն Իրանը շատ էսպես յուղոտ պատառ է ուզում իրեն այս պատերազմից ձեռք գցել, բայց հնարավորություն չեմ տեսնում ես դրան։ Իսկ որ հաջողությունները հասնում, դրա պատճառը այն է, որ արաբական պետությունները փոխանակ այդ միլիարդները Բուրջ Խալիֆայի նման շենքեր կառուցեն, երկնակերներ ու ոսկիների մեջ լողային, պետք է մտածեն իրենց սեփական Իրանի պես հարևան ունենալու ու իրենց սեփական հաշվարկները, իրենց հակաօդային պաշտպանությունը ճիշտ կազմակերպելու մասին պետք է մտածեն, որ չեն արել։ Հիմա նոր Ուկրաինայի նախագահ Զելենսկին է պտտվում տարածաշրջանում, պտտվել վերջացել է, պայմանագրեր է կնքել ու արդեն իսկ բավականին հաջող իրանական դրոնների դեմ կարողանում են արդեն արաբական Պարսից ծոցի երկրները պայքարել, այնպես չէ որ Իրանի ցանկացած հարված տեղ է հասնում։ Համաձայն չեք, որ հիմա Իրանը արդեն նախին Արդեն հզորությունների կան չունի։ արդյունքներ, հա, այդ մասով պարոն Չերնոմիրյան։ Իհարկե կան։ Նախ կան արդյունքներ առաջինը, երկրորդն էլ ԱԹՍ-ներից իրանական ԱԹՍ-ների մասին վերջին անգամ Պարսից ծոցի երկրների խոցելու մասին երբ եք լսել։ Երեք իրանական հրթիռը հարված էր հասցրել Իսրայելում։ Իրանական հրթիռը դեռ այո, բայց ԱԹՍ-ների մասով ինչ եք լսել վերջին անգամ, երբ են Չէ, ԱԹՍ-ները հրթիռը չէ, սա կներեք, ԱԹՍ ինչ որ։ Կան նման բան։ ԱՏՍ լսել եմ, բայց ես չեմ կարող Ինչ որ ասել, որ շինության է ինչ հարված տեսակի։ հասցրել։ Հա, շինության կարող է հարվածել, նավթային ինչ-որ շինություններ փորձեն հարվածել, հա, եթե 200 հատ ուղարկեն, 200-ից մեկը, երկուսը կարող է, ասենք 10% եթե փաստ ունեն, որոշ վնաս հասնեն, բայց փաստ է, որ Պարսից ծոցի երկրներն վերականգնել են իրենց հզորությունները, Իրանը 1 ամսից ավել 37 օրվա ընթացքում որևէ լուրջ վնաս փաստացի Պարսից ծոցի երկրներին չի կարողացել հասցնել։ Ամբողջով վերականգնվել է։ Կարող եք ասել, որ հիմա Պարսից ծոցում նավթ չի արտադրվում, չի արտահանվում, արտահանվում է։ Հետաքրքիր նաև հարց բարձրացեցիք, ինձ անձամբ հետաքրքիր է, մոտավոր պատասխանը գիտեմ, բայց կուզեմ իմանալ նաև ձեր կարծիքը։ Իսրայելի եւ Ուկրաինայի, եթե հնարավորությունները համեմատենք դրոների դեմ պայքարում։ Երևի թե առաջ է, չէ, Ուկրաինան, քանի որ ամեն օրվա ռեժիմով իրենք նման պայքար մղում են արդեն մի քանի տարի։ Փաստացի, այսպես ասեմ, երբ որ քանակությունը վերցնենք, երբ որ Ռուսաստանը 1 օրվա ընթացքում ասենք 200, 300 ԱԹՍ է ուղարկում եւ Ուկրաինան կարողանում է դրանք խոցել, եւ Հեզբոլահը, եւ Իրանը, եւ Եմենի հութիները միասին նման մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ Իսրայելի վրա չեն ուղարկում։ Եթե տոկոսային առումով ասեմ, Իսրայելի տոկոսային առումով շատ ավելի լավ է պաշտպանված երկիրը ԱԹՍ-ներից, քան Ուկրաինան, որովհետև մեր մոտ եթե 10 ԱԹՍ են, 10-ն է հարվածում խփում են, հասկանում եք, ԱԹՍ-ից այսօր մեծ վնասներ 700-800 ԱԹՍ է գալիս։ Բայց եթե 200-300 ուղարկեն, սա արդեն լուրջ խնդիր կարող է առաջացնել, բայց նման ծավալներ չկան։ Բայց Ռուսաստանը օրական, ասենք շահեդ արտադրությամբ
հաջողության նմանատիպ հա այդ երեք տեսակի ԱԹՍ-ներով հարյուրավոր ԱԹՍ-ներ ուղարկում Ուկրաինայի տարածքի վրա, բայց նաև մի շփոթեք մեկ կարևոր թեմա, պարոն Այվազյան, այստեղ մենք խոսքը գնում է տարածքների մասին։ Ուկրաինան քանի միլիոն քառակուսի տարածք է, չէ՞։ Ասենք ու Իրանը քանի 1 Այո, միլիոն 200 քանի հազար քառակուսի կիլոմետր տարածք է, չէ՞։ Նաև Իրանը։ Իսկ Իսրայելը երկու անգամ Հայաստանից համեմատելի չէ, փոքրիկ ճիշտ է։ տարածք է, չես կարող համեմատել։ Ասենք Իսրայելը մի քանի այսպես համակարգեր տեղադրեց Հյուսիսում 1-2 համակարգ հարավում եւ մի քանի համակարգ էլ կենտրոնում երկրի ոչ տարածքը փակում են, ասենք երբևէ խնդիր չկա կոնկրետ Իսրայելի մի տարածքը բաց թողնելու կամ օդը չփակելու հետ կապված։ Մենք 40 Ճիշտ է։ հակաօդային պաշտպանություն ունենք, որ աշխարհի ոչ մի պետություն չունի, Ամերիկայի Միացյալ Նահանգները չունի։ Տեսեք, ասենք $20,000 արժողությամբ Պարսից ծոցի երկրներ, 20,000 արժողությամբ ԱՏՍ-ն Patriot 3 միլիոն ու կես դոլարանոց Patriot-ով են խփել։ Մի օրվա ընթացքում, մի քանի օրվա ընթացքում 700 Patriot են օգտագործել Պարսից ծոցի երկրներն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները միասին։ Իսկ Իսրայելը վաղուց Patriot համակարգներից հրաժարվել է։ Մեր մոտ David Slings-ն է, Դավիթի պարսահատիկ հակաօդային պաշտպանությունն է եւ ասենք եւ ԱԹՍ-ների դեմ հիմնականում գիտեք ինչ են արել վերջին Իրանի սա էլ կարճ ասեմ վերջին Իրանի պատերազմի ժամանակ 12 օրյա դրանից հետո Իսրայելը սովետական կուկուրուզնիկ են ասում, չգիտեմ այդ հայերեն ոնց ասեմ, այդ ինքնաթիռներից են սովորական ձեռք բերել մի քանի հատ դրանց վրա գնդացիրներ են տեղադրել, երբ որ ԱՏՍ-ն գալիս է, ասենք Իսրայելի տարածք, արդեն էլ Ապաչի թանկարժեք ուղղաթիռներ չեն հանում, որ ասենք դրանց հետևից վազեն։ Ուղղակի ասենք այդ օդանավերով շատ կամաց բարձրության վրա դրանք օդի մեջ խփում են։ Շատ շնորհակալ ենք, պարոն Չեռնոմորյան, այսօրվա զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ պարոն Այվազյան, նորից շնորհավորում եմ ձեզ ու մեր ողջ հայ ժողովրդին Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ, Աստված թող խաղաղություն բերի եւ Աստված տա, որ այսօր պատերազմը վերջանա եւ հաջորդ մեր եթերին մենք արդեն հանգիստ առանց Այո, ասենք տագնապի կարողանանք այո։ հանգիստ խոսել։ Շնորհակալ ենք, լավ մնացեք։ Ես Հաջողություն։ էլ եմ շնորհակալ։